Մեր թեմական խորհուրդը տեղյակ չի եղել թեմակալ առաջնորդի վերջին քայլերին եւ որը առաջացրել է մեր ժողովրդի հատկապես արցախյան նրա հատվածի, քանի որ Վրթանայ Սրբազանը Արցախի թեմի առաջնորդն էր, ցասում ու զայրույթ, եթե այսպես ասենք, եւ ասեմ, որ թեմական խորհուրդը անմիջապես հանդիպել է մյուս օրը իր հետ եւ համապատասխան հորդորել, որ ժողովրդից ներողություն խնդրի։ Սրբազանը խոստացել էր, որ ինքը անպայման հանդես կգա հայտարարությամբ եւ նաեւ կհնչի կհայցի իր ներողամտությունը մեր ժողովրդից ցավ պատճառելու համար, սակայն հայտարարությունը հնչեց առանց այդ նախադասությունից, այդպես էլ չցանկացավ երևի իր ժողովրդից ներողություն խնդրել թեմակալ առաջնորդը, որը էլ ավելի խորացրեց ընդհանուր վիճակը, տեսնում եք նաև ակցիաներ, տարբեր գործողություններ, անթույլատրելի համարեցինք նաև երբ որ Արցախի թեմի պաշտոնական կայքէջը օգտագործվում է ինչ-որ ներեկեղեցական ներքին խնդիրների, չգիտեմ, արծարծման, որտեղ Արցախի թեմի կայքէջը դրա համար չի նախատեսված, այլ Արցախի թեմի կոնկրետ կատարած քայլերը, թեմի գրասենյակի աշխատանքը եւ այլն։ Եվ ցավոք սրտի դա տեղի ունեցավ, որը ել ավելի խորացրեց իրավիճակը, բնականաբար առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ եւ այնտեղ կլինի որոշ շեշտադրումներ, անդադ մեզնից բաներ է պահանջում, որ մենք ընդհանրապես մեր լիազորությունների շրջանակներից դուրս ենք եւ դա միայն վերաբերվում է Մայրաթուր Սուրբ Էջմիածնի համապատասխան երևի թե հանձնարարի եւ այո ամենայն հայոց հայրապետի ուրեմն տնօրինմանը եւ այստեղ մենք օրինակ չգիտեմ լրագրողներն են զանգում են ասենք թեմական խորհրդում քննարկվել է կարգազանցության, չգիտեմ, կարգալուծության, որը դա մեր լիազորության շրջանակից լրիվ դուրս է։ Մենք չենք ուզում մտնել, մենք հարգում ենք եկեղեցու ներքին ընթացակարգերը եւ այնտեղ մենք անելիք չունենք, դա միայն եկեղեցու խնդիրն է։ Այդ դիրքորոշումները արտահայտել է որպես եպիսկոպոսած հանձնախմբի անդամ, բնականաբար իր այդ բոլոր գործողությունները բխվել են հենց դրանից, բայց մնացած դա իր հայտարարության մեջ, բայց մնացած բանով, մնացած թեմաներով արդեն դիմեք իրեն, ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել։